Aram Orbelan, Tashir Կապիտալի ներկայացուցիչ, ուղղակի գործընկերս միջև կմիացնի եւ վարման կարգի հետ կապ մի հատ հարց, բացարկի հարց կա եւ այդ բացարկի հարցը մենք ավելացնել օրակարգ ներկայացվել է բացարկի միջնորդությունը էլեկտրոնային համակարգով ու գործընկերս կներկայացնի։ Շնորհակալություն, բարդանալու եմ, հաստատան։ Պարոն Էսրոպյան, այսօր ներկայացել ենք, քանի որ ժամանակը սուղեր, այսօր ենք ասել ներկայացնել միջնորդություն բացարկի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ անդամ Էսրոպ Մեսրոպյանի բացառք հայտնելու վերաբերյալ միջնորդություն ցանկանում եք երեկանալ անդամների մոտ առկա է թե ոչ միջնորդությունը ծանոթացել են Եթե չէ փոխանցեն մեկ մեկական օրինակ փոխանցենք անդամներին փոխանցեք 4 անդամների Ինչպես Ինձ պետք չի Քանի որ միջնորդությանը վերաբերում է պարոն Մեսրոպյանին բացասկնալության հարցը պետք է քննեն անդամները կարող եմ հակիրճ ներկայացնել միջնորդությունից չնայած ծավալուն է 20-16 էջաստեղծ կներեք ներկայացրեք այո Օրակարգը ուզում եք լավ եկեք օրակարգը Այո ես գործնական դա եմ ուզում առաջարկել օրակարգը հաստատենք որ կան այլ առաջարկություններ Չկան, այլ առաջարկություններ չկան, համեցեք։ Ուրեմն նախագահ ունենք միջնորդություններ, բայց դա օրակարգի առաջին կամ երկրորդ հարցի շրջանակներում կներկայացնեմ, քանի որ ընթացակարգը մանրակրկիտ ու դատավարության տարբերություն է, ներկայացված չի վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենքների էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների շրջանակներում միջնորդությունների փուլայնությունը սենց ասենք, էլի շատ հստակ չի, ուղղակի արձանագրելու համար, որ կան միջնորդություններ բուն վարույթի հետ կապված, որոնք ձեր թույլտվությամբ, հանձնաժողովի թույլտվությամբ կներկայացնենք արդեն օրակարգ հաստատելուց հետո, բացարկը քննարկելուց հետո համապատասխան հարցի քննարկման շրջանակներում։ Շատ լավ։ Այլ առաջարկություններ չկան։ Օրակարգի հարցը դնում եմ քվեարկության, օրակարգի նախագիծը դնում եմ քվեարկության, ովքեր են կողմ դեմ չկա օրակարգը հաստատվեց միջնորդությունը լսենք հիմա թե անցնենք բացարկի միջնորդությունն եք ընթերցեք լսենք Շատ լավ, օրենսդրական պահանջների վերաբերյալ հատվածները չեմ անդրադառնամ փաստական հանգամանքներին Եկեք այսպես սահմանության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմնի կողմից իրեն առնչվող գործերի անաչառ արտահայտի ողջամիտ ջանքետում քննության իրավունք Վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի D կետի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անդամի եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Այն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ կամ բացարկը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացարկի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմը վարչական վարույթ իրականացվելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը ձայների պարզ մեծամասնությամբ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացարկ է ներկայացվել։ Վերաբերյալ երակարկումներից կարող ենք եզրահանգել, որ սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչարության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտարացի եւ ողջամիտ ջանքետում քննության սկզբունքները։ Այդ համատեսում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչարության հիմքների եւ վարչական վարույթի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին գրավոր բացառք հայտնել։ Իթերս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամի այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք վկայում են գործի երկով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։